մի տարեց հոգևորական երկար ժամանակ ծառայելով եւ նվիրվելով եկեղեցական ծառայությանը մեծ համայնք ուներ եւ մի օր նկատում է որ համայնքը սկսում է օրեցօր նվազել եւ մի քանի հոգի է մնում ընդամենը եկեղեցում եւ փորձելով գտնել պատասխանը հարցոփորձ անում ժողովրդին եւ իմանում է որ իր մասին դուր է տարածվել որ նա քարոզում է մարդկանց սեր, խոնարհություն, հանդուրժողականություն, բայց իրականության մեջ բռնապետ է եւ անգամ ընտանեկան բռնությամբ է զբաղվում։ Հասկանալու համար իրողությունը նա կանչում է այն մարդու, ով տարածել է այդ լուրը եւ պարզում է, որ քահանայի հարևանը տեսել է պատուհանից, թե ինչպես այդ քահանան մահակը ձեռը վազում էր իր կնոջ հետևից եւ կինը բարձր աղաղակում էր։ Դա տեսնելով հարևանը տարածեց անմիջապես այդ լուրը եւ մարդիկ հիասթափվեցին քահանայի մեջ։ Քահանան լսելով դա ծիծաղեց եւ կանչեց երեց կնոջը, որպեսզի ամբողջ իրողությունը բացատրի եւ պարզվեց, որ այո, նման երևույթ տեղի ունեցել է, սակայն այնպես չէ, ինչպես նկարագրված է։ Երեցկինը տեսնելով, որ տանը առնետ է վազում, սկսել է գոռալ եւ կանչել իր ամուսնուն, որը մահակը ձեռքին վազում էր կնոջ հետևից, որպեսզի այդ առնետին վերացնի տնից, եւ պատոհանից դա շատ այլ ձև էր երևում եւ դրա պատճառով մարդիկ գայթակղվեցին եւ այդ բամբասանքի պատճառով ամբողջ հոտը, որը երկար ժամանակի նվիրված ծառայության արդյունք էր, ուղղակիորեն ծրվել է այս կամ այն ուղղություններով եւ ճարը ուրախացել է